Աշխարհի երկրների առաջին երկրորդ դեմքերը շարունակում են հերթով ողջունել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներն էլ պարբերական այցերի ու շփումների մեջ են։ Բոլորը հույս ունեն, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Բայց ինչ ունենք իրականում հույսերից բացի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո միայն ադրբեջանական նախապայմաններ են հնչել։ Ուր են հասել ի վերջո եւ ինչ փուլում են բանակցությունները։ Փակուղի է։ Քաղաքագետն ասում է, եթե Հայաստանը համաձայնում է ադրբեջանական նախապայմաններին, ապա ըստ էության փակուղի չէ, բայց այդ process-ը Հայաստանի ձախողումն է, ոչ թե ֆորմալ երկխոսություն։ Փաստաթուղթ ուղարկելն ու ստանալն էլ որպես բանակցության ձև արդեն անլուրջ է, շարունակում է փորձագետը։ Բանակցությունը ենթադրում է փոխադարձություն, հավասարություն, ինչը պարզից էլ պարզ է, հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա։ Ադրբեջանական նախապայմանները կատարելու կամ չկատարելու պարզաբանումներին զուգահեռ Հայաստանը այդ փաստաթղթում կենսական կարևորության հարցեր չի ներառել, դրանք որպես պայման չի գեներացրել։ Օրինակ, խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 240 քառակուսի կիլոմետր տարածքից պետք է դուրս գա Ադրբեջանի այդ տարածքի։ Այդ հարցը չի դեռ մի շարք պահանջներ Հայաստանը պետք է ներկայացնել, որից հետո մենք կտեսնենք, որ Հայաստանը բանակցում է։ Ի՞նչն է բանակցում, որ ոչ մի իր շահերին համապատասխանող բան այդ փաստաթղթում չկա։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ըստ հանրային խոսքի եւ հրապարակումների չկան մի շարք կարևոր հարցեր, որոնք կարող են վճռորոշ լինել հարաբերությունների կարգավորման համար։ Քաղաքագետը հիշեցնում է նաեւ Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը թեև փաստաթղթից դուրս է, բայց դարձյալ քննարկման սեղանին է։ Մյուս կողմից ադրբեջանական հանցագործությունների ու ատելության տարածումը կանխող գործողություն չկա։ Եթե ստորագրվեց Հայաստանի համար ոչ մի լավ բան այդ փաստաթղթը չի նշանակում։ Եթե չստորագրվեց, դարձյալ, եթե մեր կառավարությունը չի պահանջում Ադրբեջանից այս քայլերը կատարել, Հայաստանը միայն տուժում է։ Ադրբեջանի պարագայում իր շահերը Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների օժանդակությամբ պինդ դրել է։ Իսկ մեր պարագայում Հայաստանը դրված է սեղանի վրա բանակցությունների, քննարկում են, էլ ինչը Հայաստանից փոքենք տանք Ադրբեջանին, այսքանը տանք, այսքանը չտանք, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրոպային, Չինաստանին։ Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում է պահանջում Ալիևը, մեկը Հայաստանը ձեռնարկել է համարելով իր ներքին գործը, մյուսը դարձյալ պատրաստ է անել։ Բայց այսքանով հանդերձ անգամ դեռ չի մոտենում խաղաղության կնքումը, չգիտենք նոր ինչ նախապայմաններ առաջ կբերի Բաքուն։ Ամեն դեպքում հայկական դիմադրություն չի տեսնում փորձագետը, ինչից էլ ենթադրելի է, փաստաթղթի թե ստորագրումը, թե չստորագրումը առնվազն չեն սպասարկում հայկական շահը։ Եվ հարց է առաջանում, լավ է, թե վատ, որ այդպես էլ առաջ չեն գնում խաղաղության հաստատման փորձերը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։